Հետաքրքիր է, որ այդ ինֆորմացիան գիտեք։ Դուք մարդկանց դժվար եք մոտ թողնում։ Ես մարդկանց չեմ վստահում։ Կանանց հոգեբանության քարտեզը ձեզ համար կարելի է լիարժեք բացահայտված համարել։ Կանայք մոտ ասոցացվում են ինչ-որ բան հետ, որը պիտի պաշտպանես։ Դրա համար երեխայի հետ ասոցացվում։ Որովհետև ինչ չեք անում։ Ասացի անկեղծ լինեմ, անկեղծ եմ լինում։ Դուք շատ խնամքով կարողանում եք հավասարակշռել բոլոր զգացմունքները։ Մի հատ լավ զգացմունք ունեմ, մարդկանց հարգում եմ։ Նալբանդյան փողոցի հայրական տնից սկսենք ու մանկության ամենաթանկ հուշերից։ Մարիամ տատիկի հոտը դեռ ձեզ հետ է։ Ես գիտեմ։ Հարց կար արդեն։ Այդ վերջերս post էի արել տենց։ Հանկարծակի ինտերնետում տեսա մեր շենքի նկարը, երբ որ կողքել ոչինչ չկար Երևան քաղաքի այդ փողոցում ու տենց սաղ հիշեցի։ Մի քիչ ուզում եմ մասնավորեցնեք։ Տատիկի հոտը ամենաանուշ բույրն է, որը ձեզ հետ բերել եք մեր օրեր։ Էլ ինչ կա մանկության հուշերում, որ ձեզ ամենաշատն է ջերմացնում։ Տատիկի հոտից խոսեցիք, ասեմ մի անգամ հետ գամ տատիկի հոտին։ Մի անգամ արդեն դե շատ վաղուց այդ ապու տատս չկար։ Ես 13 տարեկան էի կարծես որ մահացավ, բայց արդեն բժիշկ էի, խոսքը երևի մի 10-15 տարի առաջվա բան եմ պատմում, մի անգամ երևի մոտավորապես այդ տարիքի տատիկ տեսա, իրանք էլ այդ տարիքում բոլորը իրար նման են։ Ու իրանից այդ հոտն էր գալի, գիտեք, այնց հետաքրքիր էր, անկախ ինձանից բան, խնդրեցի փաթաթվեցի իրեն։ Այդտենց այդ որ հոտից խոսում են, միանգամից ոչ թե միայն տատիկիս հոտն եմ հիշում, այդ տատիկին էլ եմ հիշում, այդ պացիենտի։ Հետաքրքիր է։ Մանկությունը մի թռչուն էր, դա ոնց որ բոլորին է թռչուն էր, ինքը իրական սովետական մանկություն էր։ Ես երկու տուն եմ ունեցել, այսպես ասած, մեկը այդ տունն է Նալբանդյանի, մյուսը Ձկան խանութի բակում էր, այսինքն այնտեղ տատիկիս տուններ, այնտեղ մեր տուններ, հետո տեղափոխվեցինք արդեն տատիկիս տուն ապրելու եւ այլն։ Բայց երկու տեղն էլ մանկությունս անցել է, այնտեղ այդ կողմերով անցնելուց ընդհանրապես բանի Չինարի գետն անցում էինք, ասում իրան։ Ամեն ինչ արել եմ ինչ հնարավոր է։ Շատ հաճախ մանկությունիցս անգամ երեխեքիս մոտ չեմ պատմում, դա վտանգավոր բաներ շատ էի անում, որ անկարծ օրինակ չծառայեն, բայց սիրում եմ պատմել մանկությունից։ Բան չասեցի, ոնց որ։ Ասացիք մանկությունը մի թռչուն է, մեջբերեցիք հայտնի երգից։ Թելով կապված է ձեր սրտին։ Թելը մեղմ ասած։ Ինձ թվում է մենք մեկ ոչ էլ մեծանում ենք, կամ մենակ մարմինն է մեծանում, մենք բոլորս մնում ենք կամ ուզում ենք մնանք այտենց փոքր։ Ինչքան շատ են, չէ՞, բոլորը ուզում հետ գնան։ Բայց ես արձանագրել եմ, որ դուք սովորաբար ասում եք, որ բոլոր կանայք են, որ երեխաներ են։ Ինչ է։ Մենք գոնե մի քիչ մեծանում ենք, մտքում եմ, կանայք միշտ երեխաներ են։ Ինձ տենց ես դաժե տատիկիս մեկ-մեկ բալես էի ասում։ Դա ինչ է, ենթագիտակցաբար է լինում, մոտս տենց ռեֆլեքս կա փոքրերին, կանանց պաշտպանելու, տենց անգիտակից ռեֆլեքս է։ Կանայքի մոտ ասոցացվում են ինչ-որ բան հետ, որը պիտի պաշտպանես։ Դրա համար երեխայի հետ ասոցացվում։ Գնանք 2003 թվական ու բժշկական կոնգրես, որտեղ եղավ մի հանդիպում, որը ձգվում է մինչև այսօր։ Ինչ հետաքրքիր է։ 22 տարի։ Ինչ է սերը բժշկի համար։ Հետաքրքիր է, որ այդ ինֆորմացիան գիտեք։ Հա, այդ ժամանակ կնոջս հանդիպեցի 2003-ներ, թե դաժե 2-ներ, մենք հետո 3-ում ամուսնացանք, 2-ներ կարծես։ Ես բան ունեի, զեկույց ունեի, իդեպ դա երևի իմ առաջի զեկույցներից էր կոնգրեսի ժամանակ, ինքը պոստերային զեկույց ուներ։ Ես իրան դեռ ինստիտուտից գիտեի շատ վաղուց, բայց միայն հեռվից տեսնելով, տենց մեջս միշտ տպավորվել էր ու նայում էի այնքան, մինչև տեսադաշտից կորի։ Բայց ծանոթ չէինք։ Երևի պատրաստ չէի ոչ մի տեսակի բանի, որ ինչ-որ քայլ անեի, բայց հետո արդեն ժամանակը անցավ, ես կլինիկական օրդինատոր էի, ինքը դեռ ուսանող էր, ու հանկարծակի այդ ժամանակ տենց իրար կողք նստեցինք, սպասում էինք ամեն մեկս մեր զեկույցի ժամանակ։
Հենց այդ օրը հրավիրեցի սուրճի, գնացինք սուրճ խմելու, հետո եկա տուն, չեմ հիշում, ինչ որ միջոցառում էր մեր տունը, լիքը բարեկամ կար եւ այլն, ասեցին ուր էիր, ասեցի կնոջս հետ հանդիպան էի։ Տենց շփտացին, բան, ասեցին լուրջ, ասում եմ, հա, իր հետ էի հանդիպել ու տենց ստացվեց, հետո ինչ որ ժամանակ անց ամուսնացանք։ Արդյունքում 3 երեխաներ։ Այո։ Մի հատ էլ շունիկ։ Դա առանձին թեմա է, որը ես չեմ կարող բաց թողնել։ Ընտանիքը եւ հայրենիքը ձեզ համար բացարձակ արժեքներ են։ Ես ուզում եմ իմանալ դուք ինչ եք ակնկալում ձեր երեխաներից արժեհամակարգի առումով եւ ինչ եք դուք տալիս նրանց ձեր արժեքներից։ Մի քիչ համարձակ կլինեմ, բայց ասեմ, որ երկու մեծերիս հետ կապված, չեմ ուզում ասեմ, թե համարում եմ ավարտած իմ դաստիարակության process-ը, բայց իրանք երկուսն էլ ըստ ինձ իրենց տարիքից շատ ավելի մեծ են։ Շատ ավելի մեծ, ձևավորված, անգամ աղջկանից կարող է ինչ-որ բան սովորեմ, մեկ-մեկ զարմանում եմ, որ իրենք իրենց տարիքի համար այդքան կազմակերպված են եւ գիտակից ու դրանից հպարտանում եմ։ Դե փոքրս դեռ 10 տարեկան է, այնտեղ անելիք շատ ունենք։ Ընկերություն ենք անում, մինչև մեծանա, դառնա, ուզում եմ դառնա իր եղբոր պես։ Իսկ օրինակելի որդի Արթուրը ինչպիսին է նա։ Չգիտեմ, ես ինձ չեմ համարում, որ շատ օրինակելի, չնայած գիտեք ինչ, մի հատ տենց կիսատ պրատացական ունեի բանում հարազատների շուրջ, ընտանեկան հարազատների ոչ թե ընկերների, ինձ գերազանցիկ էին ասում շատ։ Այսինքն ես ամեն ինչ փորձում էի ճիշտ անել, չխախտել, ոչ մի բան ինչ որ ճիշտն է, կոպիտ ասած անդադ այդ ճշտի հետևից գնալով, որ դա տենց պետքա լինի ու իմ կարծիքով դա ինչ որ դաստիարակության հետևանք է, երևի մամայից հայք ինքը մաքսիմալիստ էր եւ ուզում էր ամեն ինչ ամենաբարձր մակարդակի վրա լինի, դեռ ես որ շատ փոքր երեխա էի։ Ու տենց այդի մեջս մնաց։ Չեմ կարող ասել, թե դա ինձ շատ օգնել է, թե խանգարել է, որտեվ երկուսն էլ այդ երկու մասն էլ եղել է ինձ մոտ այդ մաքսիմալիզմի պատճառով։ Դուք հետաքրքիր զրուցակից եք։ Եվ երբ ձեր տրամադրությունը բարձր է, դուք իսկապես երանելի եւ լավագույն զրուցակիցը կարող եք լինել։ Ինձ հետաքրքրում է ինչքանով եք կարևորում ձեր դիմաց նստած կանգնած մարդուն, որին պիտի ուղված լինի ձեր խոսքը։ Որքանով եմ ինչ անում։ Կարևորում։ Կարևորում, Եվ ինչքան բան է կախված դիմացի մարդուց։ Իրականում դուք ճիշտ եք, ես տրամադրության մարդ եմ, եթե ես հավատայի օրինակ հորոսկոպին, կասեի ես իրականում տիպիկ խեցգետին եմ, տենց ասեմ։ Տրամադրության մարդ եմ, իսկ դիմացի մարդուց իրականում ես շատ տարբեր եմ։ Անգամ տես մեծ բանաստեղծություն կա։ Ես շատ տարբեր եմ, որովհետեւ տարբեր շրջապատներում, օրինակ մի մարդ, որ սովոր է ինձ միշտ նույն շրջապատում տեսնի աշխատանքի տեղը, կարող է ինձ չճանաչի, ու նույնը հակառակը աշխատանքի տեղը ինձ ինչ-որ մեկը տեսնի, չճանաչի դրանից դուրս, իրեն թվա մեկ այլ մարդու հետ է շփվում։ Բայց հետաքրքիր է նա, որ փորձը ցույց է տվել, որ այդ մարդիկ ինձ իրենց աչքերում դա արհեստական չի թվում, իրանք պարզապես զգում են, որ ոնց որ կարամ ուրիշն է լինեմ։ Հստակ դերապաշխում կա։ Այո, հա։ Տենց հետաքրքիր է։ Բայց ինչի է դա ասացի։ Ես տարբեր շրջապատներում ու տարբեր մարդկանց հետ բացարձակ տարբեր եմ, այսինքն շատ է կախված ում հետ եմ խոսում։ Եվ ամենահետաքրքիրը ինչն է, որ ես ինձ չեմ լարում դրա մեջ, որ ես ինձ հսկեմ, որ ճիշտ եմ խոսում, սխալ եմ խոսում, իրան ասեմ դա թե չասեմ, դա իմ մոտ ինքնաբերաբար ստացվում է։ Այն ինչ որ հասնում է իր հետ շփվեմ, այդքանը լրիվ բնական ստացվում է ինձ մոտ։ Եթե կարողացա պատասխանեմ, չգիտեմ։ Ես վերլուծում եմ ձեր խոսքերը, բայց նաև իմ ներքին համոզմունքներն եմ հիմա փորձում առաջ բերել, ինչքան էլ որ դուք բաց եք թվում, դուք մարդկանց դժվար եք մոտ թողնում։ Ես չգիտեմ ճիշտ եմ թե ոչ, հիմա դուք կհաստատեք կամ կհերքեք։ Ամեն դեպքում ձեր աշխարհ մտնելուց առաջ ինչ քննություն է հանձնում մարդը։ Ճիշտ ասած,
Դու ճիշտ եք, ես շատ դժվար եմ թողնում, ավելին ասեմ, ոչ մի քննություն չեմ պահանջում, կամ թողնում եմ, կամ չեմ թողնում։ Հիմնականում չեմ թողնում։ Մի հատ ես դա համարում եմ իմ մինուսներից, չնայած կյանքում շատ է օգնում։ Ես մարդկանց չեմ վստահում։ Որովհետև Վատ իմաստով չեն, ես չէ՞ որ անդադ պարանոյայի մեջ ման եմ գալի, բայց երբ որ ինչ-որ մեկին ամբողջովին չես վստահում, ապա ռիսկ չկա, որ դու կհիասթափվես։ Շատ ամեն ինչ նորմալ է եւ չեք վստահում նույնիսկ նրանց ում ներս եք թողել։ Կան մարդիկ, որոնք շատ կզարմանան, որ ես նաեւ իրենց չեմ վստահում, տենց կարող եմ ասել։ Դուք նաեւ զգացմունքային մարդ եք, իմպուլսիվ որոշումներ կայացնող, արագ բռնկվող, ոչ միայն աշխատանքում, այլ կյանքում։ Հա։ Չէ։ Այո, ինձ այդպես ասել են։ Բայց դրան զուգահեռ այդտեղ նաև իմ կարծիքի մասնաբաժինը կա։ Ամեն դեպքում մի ուրիշ անկյունում, ստվերում կա համբերատար, խաղաղ, հավասարակշիռ։ Ես ավելի շատ իրան գիտեմ։ Եվ վերլուծող Արթուրը։ Այ հենց դա եմ ուզում հարցնել, ով է ձեզ ավելի հարազատ, որն եք ավելի շատ դուք։ Երկրորդ տարբերակը ես ինձ իմպուլսիվ չեմ կարող համարել, շատ դժվար է ինձ հունից անել, բայց իհարկե որ անեն տհաճ է, դա կարող ինչ չճանաչեմ, բայց դա շատ դժվար է իրականում։ Դե եկեք վերադառնանք զգացմունքային լինելու կոմպոնենտին։ Ես զգացմունքային եմ իմ համար։ Ինչու ձեզ համար։ Տենց է ստացվել։ Ինչպես է արտահայտվում։ Ամեն տարիքում տարբեր ձև, չգիտեմ, պատանի տարիքում բանաստեղծություն կարող է գրեի, հետո փորձ ունենայի ինչ-որ գիրք գրելու, այսինքն դա կուտակում եմ միտեղ, կարող է տամ թղթին, տենց էր այն ժամանակ տեղի ունենում։ Հիմա պարզապես մտորումներում կարա լինի։ Ես երևի մի անգամ ասացի, որ ես չեմ համարում դա պլյուս, ես ասացի կանկեղծ լինեմ, անկեղծ եմ լինում։ Ամենաշատը իմ էմոցիաները կարողանում եմ արտահայտեմ իմ շան նկատմամբ։ Ինչ ծիծաղել է, բայց ես շատ հաճախ տեսել եմ, որ ինչ շատ հարազատ մարդիկ խանդում են, թե ես ոնց եմ շան հանդեպ արտահայտում էմոցիաներս, ասես ասեմ։ Այդ չի նշանակում որ մնացածի հանդեպ չունեմ, բայց այդտեղ անկախ ինձանից արտահայտում եմ։ Ինչքանով է կարևոր թե դիմացին ինչպես է արտահայտում ձեր նկատմամբ ունեցած զգացմունքները։ Ինչու եմ այս հարցը տալիս, որովհետև դուք ասացիք, որ շան նկատմամբ ձեր զգացմունքները դուրս անելը ավելի հեշտ է ստացվում, բայց տեսեք, շները ցավոք օժտված չեն խոսելու կարողությամբ։ Բայց ես իրանց վստահում եմ։ Ահա։ Այ մարդկանց դեպքում ինչքանով է կարևոր սիրո դրսևորումը ձեր անձի նկատմամբ։ Կապ չունի։ Չէ, կապ չունի։ Իսկ եթե անվերապահության մասին ենք խոսում, դուք եթե ոչինչ չստանաք, դուք ձեր ներսից զգացմունք կանեք։ Դա ինչ զգացմունքի մասին է։ Օրինակ ծնողը միշտ կարա տենց լինի։ Ծնողին կարա երեխան վերացական բաներ եմ ասում, ոչ, երեխան չսիրի, բայց ինքը իր զգացմունքը կարող դրանից չփոխվի։ Զգացմունքի դրսևորումը ձեզ համար ինչ-որ ազդակներով պայմանավորված է, թե ոչ։ Իհարկե։ Իմ կողմից թե իմ հանդեպ։ Ձեր կողմից։ Առաջորդին ուշադրություն։ Հետո ես մի հատ լավ զգացմունք ունեմ, մարդկանց հարգում եմ, ոչ մարդ մեյակին, անկախ տեսակից, իր մակարդակից, ենթատեսակից անգամ, ես բոլոր մարդկանց հարգում եմ։ Դա ինձ օգնում է։ Տեսեք, էլի զգացմունքների այլ ձև նկարագրեցի, բայց Ձեզ բնութագրում են որպես անվերապահ բարի մարդ։ Մեր օրերում ես դա շռայլություն եմ համարում։ Համաձայն։ Ես ուզում եմ իմանալ բարության հարցում ինչքան առատաձեռն եք դուք։ Որովհետև դուք շատ խնամքով կարողանում եք հավասարակշռել բոլոր զգացմունքները, իզուր չէ, որ ես այսքան այս դաշտը փորփրում եմ։ Հաշվի առնելով իմ այն տեսակետը, որ աշխարհը իրականում ջունգլի է եւ այնտեղ ջունգլի կանոններն են գործում, այն բարությունը ինձ խանգարում է։ Դրանց կարող եմ ասել։ Ինքը մի քիչ ավելի շատ է, քան բնության կանոնները։ Որևէ կերպ ձեզ չի վերադարձել
Թե երբեմն զգացել եք, որ ձեր բարությունը շահագործում է։ Չէ, այդքան չեմ կցուլ տա։ Երբ պարզապես Երբ հասկացաք, որ ձեր բարությունը ավելի շատ է այս աշխարհում երկիր մոլորակի համար, այս աշխարհում, քան պիտի իր լիներ։ պատճառով չեմ կարողանում օգտվել այլ բաներից, որոնք որ կարողանում են օգտվել մարդիկ ու մոտ դա քիչ է։ Ո՞նց եք չափում։ Որ երբեմն կարող ես քայլեր տեսնել, որ չես կարող պատկերացնել, ինչ որ անգամ զուգահեռ տիեզերքում դու կարողանայիր քեզ տենց բայր ու տենց բաներ կարող ես շատ տեսնես։ Տենց եմ չափում։ Ասել, որ դուք ունեք մեծ շրջապատ, կնշանակի ասել ոչինչ։ Բայց ես գիտեմ, որ ձեզ համար առանձնակի մեծ նշանակություն ունեն ձեր մանկության ընկերները։ Ես ուզում եմ իմանալ ընկերության մեջ որոնք են ձեր բացարձակ արժեքները։ Այստեղ ոչ մի առանձնատուկ բան չկա։ Բոլոր այն արժեքները, ովքեր որ կարողանում են ընկերոջ մասին ընկերոջ բնութագրել, երևի թե ինչ-որ նորություն չեմ կարողանա ասել։ Գիտեք, հա, կարող մենակ մի ինչ-որ առանձնահատկություն ասեմ, որ տարբերվում է։ Ես կա տենց իմոց զգացմունք հարազատ մարդու։ Ես այդ բառը սիրում եմ։ Ասեմ ձեզ շատերը չեն սիրում ինձանից դա լսել, բայց իմինը հարազատ մարդու, այսինքն ինչ որ խորը մանկությունում կլինի, թե մի քիչ ավելի պատանի հասակում, եթե զգում ես, որ այդ մարդը քեզ հարազատ է, անգամ 20 տարի չտեսնես, ինքը մնում է քեզ այդքան հարազատ։ 20 տարի հետո էլ տեսնես, մեկը ինքը քո նույն ընկերն է ու այդքան հարազատ, ինչ որ մեկը որ ամեն օր է հետդ։ Այտենց մի հատ բան կա ինձ մոտ, այտենց չրտ ու всё, անգա հարազատների գիրքը, արդեն իրան դերից հանելը շատ բարդ է, այտենց ասեմ։ Ինչ եք կարծում, դուք դիմացինին հեշտ եք հարազատ դառնում։ Չէ։ Ինձ թվում է, չէ։ Երևի դա ինձանից է։ Որովհետև ինչ չեք անում։ Չեմ վստահում։ Հաճախ ենք պատտվում վստահության շուրջ։ Մի քիչ գնանք աշխատանքային ոլորտ, բայց հետ ենք կարող ավելի հեշտ լինի ինձ գնանք։ Զգացմունքներին։ Առողջապահության ազգային ինստիտուտ, երիտասարդներ, որոնք նոր են ճանապարհ հարթում կամ ճանապարհը սկսել են, բայց մի քիչ ապակողմնորոշված են, եւ դուք, որ պատրաստ եք փոխանակել ձեր փորձը եւ պատրաստ եք կողմնորոշիչ դառնալ։ Խոսքը ամբիոնի մասին է։ Այո։ Ուզում եմ փորձի փոխանակման, երիտասարդների հետ մշտական շփման եւ ձեր ստացած գիտելիքը փոխանցելու հարցում ժլատ չլինելու մասին խոսենք։ Okay։ Նայեք, ես ինձ համարում եմ պետականամետ մարդ։ Ինչքանով դա հնարավոր է պետական մտածելակերպ ունեցող, չնայած ես ինչ որ տես պաշտոններ չեմ զբաղացրել, բայց մտածելակերպս այդպեսին է։ Ու երբ որ ինձ առաջարկում էին ամբիոնի վարիչ, ես տենց ստացվեց, որ ինձ են առաջարկել, ոչ ես չփնտրել եմ, տևական ժամանակ չէի ուզում եւ հետո համաձայնվեցի միայն այն պատճառով, որ այդ ժամանակ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի համար ես ինձ համարում էի պատասխանատու, այսինքն կենտրոնը ուժեղացնելու համար ես դրան համաձայնվեցի։ Այսինքն մեծ հոսք երիտասարդների, նոր ուժ, նոր ալիք եւ այլն։ Դա մեկ։ Երկրորդը ես ունեմ լավ թիմ դասախոսների եւ հավատացեք, մեծ հաճույքով կիսվում եմ իմ գիտելիքներով, բայց ամենամեծ ձեռքբերումը այդ հարցում ես գտնում եմ, որ ես լավ մոտիվացնում եմ։ Դա ինձ մոտ լավ է ստացվում երիտասարդներին մոտիվացնելը։ Իսկ դա շատ կարևոր է, ես հիշում եմ, ինձ երիտասարդ ժամանակ ես ինքս էի մոտիվացնում։ Բայց տեսնում եմ ինչքան կարևոր է իրականում մոտիվացնելը։ Դա ինձ մոտ լավ է ստացվում։ Շատ վստահ ասացիք։ Հա։ Ինչի՞ց եք այդ հետևությունն արել ինքներդ ձեզ համար։ Գիտեք, ես մի երիտասարդ չի, որ մոտիվացրել եմ, ու մի անգամ չի, որ նույնը լսել եմ իրենցից։ Ինչ որ ժամանակ անց տեսել եմ, որ այդ երիտասարդը կամ պարզ ասում է, կամ հասկացնում է ինձ, որ ինձ դուր է գալի ձեր կյանքը, ես ուզում եմ ձեր կյանքը կրկնել
այսպես։ Այսինքն ստացվում է, որ ինչ որ մի ձև մոտիվացրել եմ իրան։ Դուք եկաք մի կետի, որին ես էի անընդմեջ փորձում ընթառաջ գնալ, ձեր կյանքի որակը, ձեր կյանքի տեսակը եւ ձեր կյանքի տեսքը։ Դուք շատ յուրահատուկ մոտեցում ունեք արտաքին աշխարհի նկատմամբ, դուք շատ ուշադիր եք դետալների նկատմամբ, դուք շատ եք կարևորում արտաքին տեսքը, ընդ որում ձեր արտաքին տեսքը նույնպես։ Չգիտեմ այդ կոմպլիմենտա թե հակառակ։ Okay։ Եվ դուք իրականում ամեն ինչ շատ գեղեցիկ եք անում, թե աշխատանքում եւ թե կյանքում։ Այսինքն առնվազն փաթեթավորումը կարող է շատերին դուր գալ։ Ես ուզում եմ հասկանալ, արդյոք ամեն բան այդքան գեղեցիկ է եւ ամեն բան այդքան իդեալական է։ Եվ հայ եւ ոչ։ Հա, որովհետեւ դա այդպես է, այսինքն ինքը տենց ցուցամոլության նման չէ, ես ունեմ ամեն ինչ, ինչ-որ մասին կարա երազի ցանկացած տղամարդ, ասած ասեմ, ամեն ինչ ավելի ամեն ինչ այնպես է, ինչպես պլանավորել էի, բայց ոչ, որովհետև ես տեսեք, եթերից առաջ ինձ հարցրեցիք, դուք ունեք հարց, որ կուզեիք ես ձեզ չտայի, ես ասացի ունեմ, բայց դուք միևնույնն է դա չեք տալու։ Ունեմ խնդիրներ, որոնք որ միայն իմն են։ Իրենք ինձ տանջում են եւ մտովի, երբեմն ֆիզիկապես, բայց այդ կապ չունի։ Իրենք իմն են, իմ մոտ էլ մնալու են։ Իրենք չեն երևալու ոչ մի ձև։ Հեռանանք էլի զգացմունքներից ու գնանք բիզնես աշխարհ։ Բժշկությունն ու բիզնեսը հատվում են, ու դա շատ հետաքրքիր կետ է։ Դուք բիզնես ակումբի անդամ եք ու ինձ դա առաջին օրից զարմացրել է, որովհետև բժշկի համազգեստով Արթուր Ավետիսյանը ինձ համար օրինակելի պատկեր է եւ ընդունելի պատկեր է եւ կարծում շատերի համար սովորական պատկեր է, բայց դուք այ բիզնես աշխարհում, ինչպես ինձ հավաստեցին, որպես ինտելեկտուալ անձնավորություն եք դիրքավորվել։ Այ ուզում եմ ձեր տեսակետը այս հարցի շուրջ։ Բիզնես աշխարհը ինչ է տալիս ձեզ որպես Արթուր եւ ինչ է տալիս որպես բժիշկ Արթուր Ավետիսյան։ Սկզբում ասացիք բժշկությունն ու բիզնեսը հատվում են, մի քիչ այլ ձև հնչեց, իրենք ինձ մոտ չեն հատվում։ Ինձ մոտ բժշկությունը այլ տեղում է, բիզնեսը այլ տեղում է եւ ես չունեմ բժշկական բիզնես, ասենց ասեմ։ Բիզնես ակումբ ես հայտնվել եմ այդ ակումբի նախագահի շնորհիվ, որի իմ լավ ընկերն է, իդեպ ինքն էլ է չեմպիոն մոտիվացնելու հարցում, հա, եւ 1000 տարի առաջ իրան դեռ ճանաչում եմ։ Որոշ բաներ իրենից սովորել եմ անգամ ինքը դրա մասին չգիտի, եւ մի անգամ ես ինքս խնդրեցի գամ հյուր իրենց բիզնես ակումբ, պարզապես սոցցանցերում հետեւելով, թե ինչպես է այդ ամեն ինչը տեղի ունենում։ Գնացի հյուր, իմ նպատակը ընդհանրապես անընդհատ ոնց է կրթվելը ցանկալի է, հա, շարունակական ու ամեն ոլորտում, եւ դա այդ շարժումը կյանքի մի մասն է։ Ես գնացի բիզնես ակումբ, պարզապես զուտ հետաքրքրության համար, որովհետեւ ինձ թվաց շատ հետաքրքիր մարդիկ են հավաքված այնտեղ, ու ստացվեց նենց, որ ես հենց առաջի օրը այտենց ստացվեց, այնքան լավ դրսևորեցի ինձ, այդ օրը իրեն հանգստանում էին եւ խաղում էին ինչ որտեղ եւ խաղը, ես հյուրի կարգավիճակով խաղացի, այդ օրը հաղթեցի։ Երևի դա Եվ մինչև հիմա շարունակում եք հաղթել։ Միշտ չէ, իհարկե, բայց ցանկալի է։ Այդ օրը հաղթեցի, տենց ստացվեց, որ լավ դրսևորեցի ինձ ու անգամ իրանց կանոնադրության մեջ փոքրիկ փոփոխություն արեցին, որ ես դառնամ ակումբի անդամ։ Ակումբի անդամ եմ, շատ հպարտ եմ դրանով, շատ լավ այդքան ես ամենաշատը ուրախացել եի, որ Հայաստանում այդքան տենց տեսակի մարդ կա, ամենաառաջին ինչ ընդեղից տարա։ Այսքանը։ Իհարկե ժամանակի ընթացքում նաև որոշակի բիզնես ծրագրերի մեջ ընդգրկվեցի, այսինքն ստացվեց ոչ թե միայն հետաքրքրություն կամ ժամանցային, այլ նաև օգտակար։ Ես հարցը, որը հիմա պիտի տամ, չէի կարող շրջանցել։ Աշխատանքում ձեր շրջապատում մշտապես կանայք են եւ դուք շատ հաճախ նաեւ հոգեբանի դեր եք ստանձնում։ Այն խնդիրները, որոնք ունեն կանայք, որոնք հասնում են ձեզ մոտ, իսկապես
հոգեբանական հավասարակշիռ վիճակ են պահանջում։ Ես ուզում եմ հասկանալ կանանց հոգեբանության քարտեզը ձեզ համար կարելի է լիարժեք բացահայտված համարել։ Չեմ կարծում, տես տղամարդ կա աշխարհում, բայց կարամ համարցակ ասեմ, որ շատերի համեմատ, այո, ես ավելի լավ եմ ճանաչում կանանց, դա ինչ որ չի եղել նպատակ, ինքնանպատակ, դա պարզապես այս 25 տարվա աշխատանքի մեջ կուտակվել է այդ ենթագիտակցական փորձ, այսինքն կանայք շատ հաճախ անկեղծ են լինում բժշկի մոտ, հա, իրենց պատմության մեջ, իրենց վարքի մեջ, իրենց կավայով էմոցիաների մեջ եւ այլն, երբ որ իրենք անկեղծ են լինում, դու տեսնում ես այդ պատկերը եւ դա կումուլյացիա, այսինքն կուտակում է լինում ենթագիտակցության մեջ, դա վերածվում է փորձի, չգիտեմ կարացա լավ նկարագրեմ թե չէ, դրա շնորհիվ, հա, համարում եմ, որ ես իրենց լավ գիտեմ, միգուցե դա ինձ օգնում է լինել, ասեմ լավ բժիշկ, լինել լավ բժիշկ, տենց ասեմ, դա ինձ օգնում է աշխատանքում։ Մեր համագործակցության առաջին օրից ես նկատել եմ, որ դուք միշտ կազմակերպչի դերում եք, համակարգողի դերում եք, նախաձեռնող եք մշտապես։ Ես ուզում եմ իմանալ, երբ եք հասցնում իրացնել ձեր մենակ մնալու իրավունքը եւ երբ է որ ոչինչի չեք խառնվում, ոչինչ չեք կազմակերպում, պարզապես դիտորդի դերում եք։ Ինքնաթիռում ինձ մոտ դա հաճախ է ստացվում, դա միակ տեղն է, որտեղ կարելի ասել հանգստանում եմ, ազատ եմ ցանկացած տեսակի պատասխանատվությունից, աշխատանքից, այնտեղ կարողանում եմ կարդալ, պլանավորել, մտածել, հեռախոսս չի աշխատում, շատ հարմար է։ Որովհետև հաճախ եմ ճանապարհորդում։ Տենց փորձում եմ երկու կյանք ապրել։ Տենց երկար ես ապրում, զուգահեռ երկու կյանք։ Դուք նվիրված եք աշխատանքին, բայց ճամփորդել եք սիրում։ Աշխատանքից բաժանվելն ու ինքնաթիռ նստելը ինչպես եք կարողանում համատեղել։ Շատ հեշտ, ու արդեն շատ վաղուց տարվա մեջ երևի մի 10 անգամ տենց անում եմ։ Ամեն տարվա մեջ անգամ ընկեր ունեմ կատականում եկել ես, ասում եմ, հա, եկել եմ, որ խոսում եմ, ինչքան ժամանակով ես եկել։ Հենց որ աշխատում եմ, որ ճամփորդեմ, տենց ասեմ։ Հումորը մի բառ է, որը ուղիղ կապ ունի ձեզ հետ։ Դուք հաճախ եք հիշում պատմություններ, որոնք թերևս լավագույնն եք պատմում եւ որից իսկապես ծիծաղ է առաջանում։ Ես ուզում եմ հասկանալ արդյոք հումորը կփրկի աշխարհս ձեզ։ Ես վերջերս մի ոդկաստ էի նայում, որի վերջում հարցին ի պատասխան թե ինչը կփրկի աշխարհը, Արմենը Զախարյանը ասաց ժպիտը, որովհետև ըստ էության չկա մի բան, որը կխանգարի ժպտացող մարդուն ասել ճշմարտությունը։ Ձեր հումորը կփրկի աշխարհը։ Կներեք պատասխանիս այդ տեսակի համար աշխարհը ոչինչ այլևս չի փրկի, որտեվ ես իրեն որպես ասացի ձեր ջունգլի եմ վերաբերվում, բայց հումորը դա կյանքի մի մասն է, որը որ պատասխանատու է որակի համար, այսինքն կյանքն ինչ է, ընդհանուր ժամանակ է, որը որ անկախ քեզանից ծնվել ես, ստիպված ապրում ես, հա, բայց պետք է այդ ժամանակը ինչ որ բացի, այսպես ասած, տրադիցիոն գործառույթներից, հա, այնտեղ, չգիտեմ, տղային մեծացնել, ծառ տնկել, տուն սարքել եւ այլն, ինչ որ մի բանից պետք է հաճույք ստանաս այդ ժամանակի ընթացքում։ Հումորը դրա ամենակարևոր բաղադրիչներից մեկն եմ համարում ու կարծում եմ միայնակ չեմ այդ հարցում։ Տղամարդու դասական կերպարին բնորոշ է ֆուտբոլասեր լինելը, դուք բացառություն չեք։ Հավատարիմ Յուվենտուսի երկրպագու։ Միշտ Էլ ինչն է, որ ձեզ հետաքրքրում է բժշկությունից, ինչ որտեղ երբից դուրս։ Ֆուտբոլը։ Դուք իմ տեղը պատասխանեցիք։ Ֆուտբոլը, բայց հենց է ստացվել, եթե ավելի երիտասարդ տարիքում կարող էի տարբեր թիմերի խաղեր նայեի, արդեն չգիտեմ, տևական ժամանակը միայն Յուվենտուսի խաղերն եմ նայում։ Հենց ոնց որ իմ ակումբն է, ես միայն իրան եմ հետևում, դες փոքրացել է ֆուտբոլի աշխարհը իմ համար, իր շուրջ։ Եվ փորձում եմ գնալ նաև արդեն այդ ամեն ինչը նայել դաշտում, իրենց հանդիպել այնտեղ, արդեն առանձին էմոցիա է։
Եթե ես իմ հաշվարկներում չեմ սխալվում, Նիկին պիտի որ շուտով 2 տարեկան դառնա, եթե դեռ չի դարձել։ Չէ, չի դարձել, մեկու կես էլ չի դարձել, հա։ Այդ հեքիաթային արարածը ինչ է տալիս ձեզ այս մեծ եւ ջունգլին նմանվող աշխարհում։ Ես երբևէ գիտեք իրականում շան մասին պատմելը երևի հետաքրքիր է միայն նրանց, ովքեր շուն ունեն։ Ես Կամ կենթանասեր են։ կարող է։ Ես շատ լավ հիշում եմ ինձ, մինչև շուն ունենալը, բոլորի պես էի, շուն ունենալուց հետո բոլոր շուն ունեցողների պես եմ։ Դրա համար, չգիտեմ, ինչքանով մնացած ինքը հետաքրքիր դա։ Բայց հետաքրքիր ինչ է, ինքը մալտեզ է, եւ ես մալտեզը իմ բառից բուն իմաստով ենթագիտակցության մեջ նստած էր, որովհետեւ ես եթե վերցնեմ հեռախոսս, սկրինշոթների մասը տեսնում, դեռ տարիներ առաջ ինչ որ համացանցում շուն տեսնելիս սկրինշոտ անում, հետո նկատում եմ, որ ես հիմնականում միայն մալտեզներ եմ սկրինշոտ անում, այսինքն անկախ նրանից sense ինքն էլ ստացվեց։ Եվ անգամ ընտրելուց չէի գնում մալտեզ առնելու, դա էլ հանկարծակի ստացվեց, հա։ Բայց Նիկին լավն առանց Նիկի հետաքրքիր չի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։